Հաջորդ փոփոխությունը, որ կատարել են, ուրեմն մայիսի 1-ի ժամանակահատվածը դարձել են հուլիսի 1, սա բնականաբար չենք ներկայացնում, մեզ չի էլ հետաքրքրում մայիսի 1 կլինի վերջնաժամկետը, թե հուլիսի 1 կլինի։ Հայտարարագրման պարտականությունների վերաամրագրում են իրականացրել դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Ձևակերպման փոփոխություն են կատարել, ասում են հայտարարագիր պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձը։ Հերթական մանիպուլյատիվ ձևակերպումն է այստեղ տեղի գտել, տեսեք ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենցիան վերաբերյալ, օրինակ, երբ որ մենք շատ թմկարում ենք, ասում ենք արտագնա աշխատանքի մեկնողները պետք է 20% հարկ վճարեն դրսում ստացած եկամուտներից, մեզ պատասխանում էին, ասում են, եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն, ապա չեն վճարի, որովհետև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում Հայաստանի Հանրապետությունում 183 օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, բայց մի բան այստեղ բաց են թողնում, դրա մասին չեն խոսում։ Նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն անձը, ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Կենսական շահերի կենտրոն ասելով հասկանում ենք այն երկրում, որտեղ կենտրոնացված է անձի ընտանիքը, բնակարանը, հիմնական իր ապրուստի ապրելու վայրը։ Իսկ դա պատկերացրեք, արտագնա աշխատանքի մեկնողները, եթե նույնիսկ 6 ամսով չեն մեկնում արտագնա աշխատանքի, այլ 9, 10, 11 ամսով են մեկնում, բայց նրանց տունը, ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, սա նշանակում է, որ նրանց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է եւ նրանց աշխատած, դրսում աշխատած ամբողջ գումարները ենթակա են 20%-ով հարկման։ Հետևաբար, սիրելի արտագնա աշխատանքի մեկնողներ, եթե դուք հանկարծ կլսեք այսպիսի մանիպուլյացիաների իշխանությունների կողմից, դուք միանգամից իմացեք, որ դա կեղծիք է եւ այդպիսի բան գոյություն չունի։ Ուղղակի փորձում են այսպիսի մանիպուլյատիվ դրսևորումներով, ձևակերպումներով փորձում են այդ դիմադրությունը որոշակի նվազեցնել կամ ջարդել ընդհանրապես։ Վերջերս նաև շատ անձանցից լսեցի, որ իշխանության ներկայացուցիչների հարցազրույցներից, ասուլիսներից, մեկնաբանություններից լսել են, որ ընտանիքի անդամից ստացվող եկամուտները չեն հարկվում։ Բայց փաստորեն իրավական ձևակերպման մեջ գրված է հետևյալ կերպ. ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ինչ է նշանակում նվազեցվող եկամուտ։ Սա նշանակում է փոխհարության տրամադրում, նվիրատվության տրամադրում, ընդ որում մի հատ էլ նախադասությունը երկարացել է, ընտանիքի անդամ է համարվում հայրը, մայրը, ծնողը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը։ Հիմա պատկերացնում ենք եղբայրը, եղբորը, երբ որ գումար է փոխանցում, դա կլինի նվիրատվություն, իրական նվիրատվության մասին է խոսքը, օրինակ ծննդյան նվեր։ Դա կլինի պարտքով գումարի տրամադրություն, այսինքն փոխհարության տրամադրում, սրանք պետք է քաղաքացիական օրենսգրքի 595 եւ 878 հոդվածների համաձայն ունենան փաստաթղթային ձևակերպում։ Այսինքն պատկերացրեք, ծնողը զավակին կամ զավակը չափահաս աշխատող զավակ ծնողին օգնության համար գումար է փոխանցում, դրա համար ինքը պետք է ունենա փաստաթղթավորում։ Հանրային ընկալման մեջ ասում են, որ եկամուտները չեն հարկվում, բայց փաստորեն նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ինչպես պետք է դրանք ունենան։ Պետք է փոխհարության պայմանագիր կնքվեն կամ նվիրատվության պայմանագիր։ Զավակը ծնողին փոխանցում է 100,000 դրամ, որոշակի ամսվա համար, չգիտեմ, որոշակի ծախսեր սպասարկելու համար, փաստորեն պետք է զավակը եւ ծնողը միմյանց մեջ կնքեն նվիրատվության պայմանագիր։ Երկու կողմերը ստորագրեն, ու դուք պատկերացրեք, որ զավակը, որ ծնողը ունի իրավական կրթություն, գիտելիքներ, ունի տնտեսագիտական կրթություն, տնտեսագիտական գիտելիքներ, որտեղից պետք է այս պայմանագիրը նրանք միմյանց միջև կնքեն ու ունենան։ Եվ ընտանեկան այսպես հաշվապահություն, պատկերացրեք, ընտանիքի պայմանականորեն 6 անդամները պետք է յուրաքանչյուրի համար առանձին հաշվառած ունենան հաշվապահական պապկաներ, յուրաքանչյուր պայմանագիրը ընտանիքի յուրաքանչյուր անդամի առանձին այդպես պապկաների մեջ տեղադրված լինի, որ հետագայում նրանք խնդիրներից խուսափեն։